Ցնցումներն են արտասնում հասարակությանը։ Ու ես կարծում եմ, երբեմն հենց ցնցումներն անհրաժեշտ են դրա համար։ Իսկ ցնցումները դրենք երկրաշարժի հիմնական 80 թվականին, որը ինչ-որ բանը վարդնացեց, բայց ցավոք լրիվ չարտնացրեց ինձ։ Եվ ես տպավորություն եմ, որ նա դեռ մենք կպատժենք, որովհետև լենինական երկրաշարժից մենք դասեր չքարեցինք։ Ցնցումները պատմությունը մարդուն տալիս ինձ դրա համար, որպեսզի նա դասեր քաղի եւ փորձի վերանորոգվել։ Ինչ չափով նա կվերանորոգվի, այն չափով նա կարողանա դիմակայել կամ խույս տալ եկող ցնցումներից։ Վահե Ավետյանի ողբերգական մանը իհարկե պետք է ցնցել շատերի։ Կզարմանամ, նույնիսկ ինչ-որ մարդու ցնցած չլինի, բայց դա առաջին դեպքը չէր։ Ուղղակի կարելի ասել դա ոսկորի մասը։ Կամ ուրիշ հանգամանքներ այստեղ կային, նրա բժիշկիները, նրա բանակի ծառայող լինելը, որը մի տեսակ ցույց տվեց արտասպանների հանդգնության աստիճանը։ Մարդ ծեծելով սպանել արդեն անմարդկային բան է, սարսափելի բան է։ Եվ բոլորս էլ գիտենք, որ կարծես մեր սովորական կյանքը, մեր կենսակերպերից բաներ են տեղի ունենում։ Ես նույնիսկ լսել եմ, որ տարիներ առաջ ինչ-որ ունևոր մարդկանց մարդիկ, երեխաներ, ոստիկաններ էին ծեծել անպատիժ։ Գիտեք, այդպիսի բաներ մենք շատ ենք լսում, եւ կարծես դա մեզ համար դարձել է սովորական մի բան, որովհետեւ ի սկզբանե անպատժելի էր այդ ամեն ինչը, ոմանց ամեն ինչ թույլատրվում էր։ Մարդիկ էլ մի տեսակ արդեն աչք մտածում դրա վրա, դեպպես է պետք է լինի։ Մենք պատմության խորքերից ժառանգել ենք շատ մեծ արատներ, եւ այսօր միանգամից այդ արատները ուղղելը ուղղակի անհնար է, բայց բաներ կան, որոնք կարելի է ուղղել շատ հանգիստ, շատ արագ։ Գիտեք, դրա փայլուն օրինակ այսօր մեր հարևան Վրաստանի Հանրապետությունը, որը խոսակցության առարկա է դարձել ոչ միայն մեզ մոտ հարևան երկրներում, այլև Եվրոպայում։ Տեսեք ինչպիսի արագությամբ նա կարողացավ ոտքի կանգնել։ Որոշ հարցեր աշխարհագրության հետ կապված, փոխհարաբերությունների հետ կապված, ներդրումների հետ կապված, արտահանումների հետ կապված։ Գիտեք, վրացական ոստիկանությունը ամենակաշառոտ ոստիկանությունն էր սովետական ժամանակներում։ Անկախության տարիներին մեր մի հայկական մեքենա մտներ Վրաստան մինչև այս ծայրից այն ծայրներ գնում երևի արդեն ուղղակի մենք ասում ենք կրկում էին։ Բան չէին թողնում։ 50 մետրը մեկ կանգնած էր նրանց ոստիկանը եւ ուղղակի հատկապես հայկական համար տեսնելով կրկում էին։ Հիմա տեսեք ինչ է կրկնում։ Հնարավոր է շատ բաներ հնարավոր փոխել։ Փոփոխություններ պետք է գնան երկու ուղղությամբ, ներքին եւ արտաքին, այսինքն փոփոխությունը պետք է լինի եւ դրսից եւ ներսից։ Որոշ բաներ կան, որ դրսից միայն չես կարող փոխել, մարդը ներսում պետք է փոխվի, բայց դրսում պետք է ստեղծվի միջավայր, որ մարդը ներսում կարողանա օգտագործել։ Մարդը իր մեջ ունի եւ դրական եւ բացասական շատ բաներ։ Նայած ինչպիսի միջավայր ունի գտնվում նա, իսկ դրական եւ բացասական բնավորության գծերը իր միջի բացասական դրական երևույթները սկսում են ըստ այն զարգանալ։ Սովետական միությունը բոլորիս համար սովետական միություն էր, բայց ասենք Ռուսաստանը այդպիսի կաշառակերության տակ չկար ինձ մոտ։ Այնտեղ էլ կար բարձր կաշառակերություն, բայց դա ապրելու ձև չէր։ Այնտեղ բան որը պարտադիր չպետք է դար աշխարհին, նայել սուբեկին, նայել տեսի կառավարչին։ Գիտեք, մենք երևի ավելի պրագմատիկ ժողովուրդ ենք, լավ ապրելու համար ավելի հակված, շատ արագ ձեռքբերումներ, հնարավորություններ կար գոհանալով, թալանելով, եւ դա թույլատրելի էր այդ ամեն ինչը։ Տեսեք, հիմա անկախությունից հետո պետք է որոշ բաներ փոխվել։ Գիտակցության մեջ որոշ բաներ պետք է սերմանվել։ Չկա, իսկ հիմա ես ասեմ դա հակառակը։ Եվ ասենք այսօր ամենաթողության վիճակի իշխում։ Որի հաջորդներ մենք ցավալի հաջորդներ մենք այսօր տեսնում ենք։ Մարդուն պետք է հոգի վերանորոգվել, հայ մարդուն պետք է հոգի վերանորոգվել։ Սա ամենակարևոր բանն է, հայ մարդ ասելով նկատի ունեմ բոլորի։ Մեր միջից պետք է ստրկամտություն դուրս գա։ Հանդեպ օտարը, հանդեպ օլիգարխը, հանդեպ մեծահարուստը։ Նրանց համար նորմալ է նա, ստրկամիտ ժողովրդին շատ հեշտեր է կավարել, գիտեք։ Հացի կարոտ ժողովրդին ինքան հեշտեր է կավարել։ Նրանց ձեռնտու չի, ունենալ ուժեղ պինդ ժողովուրդը։ Իրենք չունեն գիտակցություն, որ հասկանան, որ եթե իրենք ունենային ուժեղ պինդ ժողովուրդ, իրենք ստիպված պիտի լինեին 10 անգամ ավելի ուժեղ լինել եւ կլինեին 10 անգամ ավելի հարուստ ու հզոր։ Բայց այդ գիտակցությունը իրենք չունեն։ Ես մի ընկեր ունեի, որն ասում էր 10 տարիներ առաջ, անկախության առաջին տարիներն էր, ասում էր ես հոգնեցի մեր միլիոնատերերին, մեր հարուստներին, նոր հարուստներին,
ձևերը ասելով, թե ինչպես անեն, որ իրենք հարստանան։ Չեն ուզում աշխատել, չեն ուզում։ Ուզում են ուղղակի վերցնեն, դնեն գրպան եւ ուտեն խմեն։ Միտքը ոչ մի դեպք չեն ուզում աշխատեցնել։ Ծույլ են, սովոր, թամբալի ծույլի կյանքի, հալանթալն ու շատարակ հարստանան եւ վայելեն իրենց կենտրոնական բնազդները։ Այդպես է ժողովուրդը տեսավ ինչ։ Տեսավ, որ մարդիկ հարստանում են ոչ թե սեփական մտքի աշխատանքի շնորհիվ, այլ հալանթալի շնորհիվ։ Եվ դա ոչ մի աշխատանք։ Տեսեք, հեռուստատեսային ռեկլամներ են գնում, հիմա չգիտեմ այդքան չեն գնում, իժանը շատ է գնում։ Երբ բանալին էին տալիս մարդուն, որ շահել էր լոտոյով 3 սենեկանոց բնակարան։ Եվ մարդը արդյունքն աչքերին ասում էր բանի ձեռքում, այնուամենայնիվ արդարություն կա։ Շատ ցավալի է, որ մարդու համար արդարությունը առնչվում է տեսարցի հետ։ Արդարություն գիտեք որ է, որ այդ մարդը բանվոր մարդ էր։ Իր աշխատանքով, իր սեփական քրտինքով կարողանալ առնել 3 սենեկանոց բնակարան, այդ ակրիներ արդարություն։ Ոչ թե ինչ-որ մեկը լոտոյով խոստացավ ու նա տվեց 3 սենեկանոց բնակարան։ Շատ դժվար է կիրառել շվեյցարական սահմանադրությունը, ենթադրենք Քրդստանի Հանրապետությունը, որը չկա, որը կլինի շուտով։ Դժվար է, որովհետև այդ մարդիկ սովոր չեն սահմանադրության, նրանք դեռ պիտի ադապտացվեն։ Ինչ կախված է դրանից, արդյոք մենք ուզում ենք, որ դա այդպես լինի, որովհետև կարելի է ուզել այդպես մտքի մեջ վատ չէր լինի, եթե այսպես լիներ։ Արդյոք մենք գիտակցում ենք, որովհետև ուզելուն հասնում են դժվար ճանապարհով։ Ես հիացմունքս երբեք չէ դարձել երիտասարդների նկատմամբ, որոնք Մաշտոցի պուրակում կանգնեցին եւ թռչկանի գործում տեղոտի երիտասարդները հասան ինքս նպատակին։ Ոչինչ, այս անգամ էլ թող այդպես լուծի։ Առաջնորդի գեղագիտական հայացքների ներքո։ Թող այդպես լուծի, ոչինչ, բայց դա այնուամենայնիվ լուծում էր։ Շատերը անմիջապես ուրիշ աստղ տվեցին, այդ ամեն ինչը սարքած էր, որպեսզի երբ ժամանակը գա, առաջնորդը պատահաբար անցներ ու ասներ Չինայում եւ ամեն ինչ։ Այդ էլ այդպես է։ Շատերն ասացին, որ այդտեղ ով ասես չմտավ այդ շարժման մեջ, բնական է մտքի մտներ։ Դուք պատկերացնեք մի որևէ շարժում, որտեղ ասեն KGB-ն իր մարդ չներմուծում, ուրեմն KGB-ն լավ չի աշխատում։ Ինձ ավելի ցավ է պատճառում։ Նույնիսկ ինձ մոտիկ մարդկանց կիսա արհամարական վերաբերմունք է երիտասարդների նկատմամբ երևանցիների ասում, ինչ եք այդպես ասում։ Իրենք դուրս են եկել շատ դժվար կրվի, եւ նրանք ապացուցեցին, որ իրենք իրավունք ունեն, որ քաղաքը իսկապես իրենց են նայել, թե չանկեղծ ասած գիտեք ոնց է, տպավորություն, որ քաղաքը ինչ որ ուրիշներին է մի քանի մարդու եւ վարձակալած մի մարդու, ինչ որ որոշ մարդիկ ապրում են։ Ես ուզում եմ չսիրել այդ քաղաքը, այդ երկիրը, որտեղ դու վարձակալել ես։ Վարձկան ես այստեղ, այդպես է ստացվում, բայց նրանք ապացուցեցին, որ չէ։ Գիտեք, եթե ինչ-որ տարեց մի մարդ ապացուցել, որ չէ, դա այդ ազդեցությունը չի ունենա։ Բայց երբ որ երիտասարդները, ուսանողները, որոնք լքում են հայրենիքը, որովհետև նրանք իրենց երազանքների իրականացումը այստեղ չեն տեսնում, հնարավորություններ չկա դրա համար։ Այդ երիտասարդները, սիրուսի երիտասարդները, կանգնած կռվում են այդ փոքրիկ կետում եւ չեն նահանջում, այս արդեն իսկապես մեծ հույս է ներշնչում։ Եթե երիտասարդները պայքարում են օրենքի համար, այսինքն դա համար, որ օրենքն իշխի, ուրեմն պետք է այնպես, որ ամեն ինչ դեր ունենա օրենքի սահմանները։ Այստեղ ասում է, թե ինչքանով ճշգրիտ կգործի օրենքը։ Որովհետև ըստիս պետք է գիտակցել, որ եթե հակառակ դիրքերում չափը անցնում եւ անմարդկային քայլեր, եւ դու պայքարում ես օրինապահության համար, որ դու չպիտի անես անմարդկային քայլեր։ Հակառակ դեպքում այդ կդառնա փոխադարձ դուրդովիկի պես մի բան։ Փոխադարձ ծեծկրտում կդառնա։ Մարդիկ շատ հաճախ են, շատ արագ են անցնում սահմանները, մարդկայնության սահմանները, եւ այդ ժամանակ արդեն չորը թացից հնարավոր չի տարբերել։ Կսկսի մի կաթիլ մեղրի պատմությունը, այլ արդեն ոչ ոք չի հասկանա, ով սկսեց, ինչու սկսեց։ Ես նույնիսկ վախենում եմ շատ հաճախ, որ երիտասարդների շարժումը չդեգրադացվի, չուղղորդվի ինչ-որ մի ձեռքով այդ ուղղությամբ։ Սադրանքներ չլինեն, որ երիտասարդներին դեպ նրանք բռնկվող են, չէ, շուտ են բռնկվում երիտասարդները։ Սադրանքներ չլինեն, որ նրանց ուղղորդեն ուրիշտեղ։ Ու վերջում ասեն, ես ինչ երևող կապել կաչաշում, իր ասեցին ծեծերտել լավ ամոն չեք անում, հերիք լավ որ է խաղում։ Շատ վտանգավոր բան է եւ ես արդեն պետք է հիշած խոշոտեմ։ Աշխարհում չկա այսօր ցավոքի
երկիր, որտեղ օրենքը բոլորի համար է, բայց գիտեք, այդ ամեն ինչի չարերը կա։ Պետք է ձգտել առավելագույնի, գոնե առավելագույնի, ինչքան հնարավոր է։ Եվ ամեն սերունդ իր հետ պիտի բերի հետ իր առավելագույնը։ Բայց ոնց այդպես չի։ Մենք կարծես համակերպվել ենք, մարդ ամեն ինչին համակերպվում է, Ստալինյան ժամանակին էլ համակերպվել ապրում են մարդիկ։ Եվ նույնիսկ արվեստի ցնցող ստեղծագործություններ էին ծնվում, գիտության հզորագույն նորություններ, ինչ ասես չէ, Ստալինի հետ սարսափելի երկրում։ Մարդ համակերպվում է ամեն ինչին, այստեղ մենք կարծես համակերպվել ենք և ապրում ենք պես լավ թե վատ, մյուսներից մի քիչ լավ, մյուսներից մի քիչ վատ։ Ես շատ ուրախ եմ երիտասարդների համար շատ ճիշտ է, որովհետև իրենք չկային, իսկ հիմա իրենք կան։ Իրենք որ չկային, ինչ-որ բան կարծես կանգնել էր, ճահճացել և մեռել, բայց ինչ-որ բան շարժվեց և իրենցով շարժվեց։ Եվ ավաղույս իրենք են։